Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր գործառույթ հանրային իշխանության մարմիններում, համայնքային պետական ոչ առևտրային կազմակերպություններում, պետության ստեղծած հիմնադրամներում, փակ բաժնետիրական ընկերություններում։ Լիազորությունն ամրագրվել է օրենքով։ Նման համակարգային մոտեցմամբ երբեք որևէ պետական, հատկապես ինքնավար կամ անկախ մարմին, որևէ մարմին այս գործառույթները չի իրականացվել, նախատեսվում է առաջին անգամ ներդնել այս կառուցակարգերը։ Այդ մարմիններում հանձնաժողովը կիրականացնի համակարգային ուսումնասիրություններ, կոռուպցիոն ռիսկերը նույնականացնելու, վերլուծելու, համեմատական գնահատման միջոցով կոռուպցիոն հնարավոր համակարգային բացերը վերհանելու համար հանձնաժողովը պետական մարմիններին կներկայացնի խնդիրների լուծման առաջարկներ։ Հանձնաժողովը կմշակի մեթոդաբանություն նշված ուսումնասիրություններ իրականացնելու, համապատասխան ռիսկային չափորոշիչներ սահմանելու եւ արդեն մինչեւ օգոստոս մենք կընդունենք մեթոդաբանությունը համապատասխան եւ արդեն կսկսենք դրանից հետո իրականացնել գործառույթը ամբողջ ծավալով։ Մինչև օրենսդրական փոփոխությունների ընդունումը հակակոռուպցիոն հանձնաժողովը պետական մասնակցությամբ 5 խոշոր ընկերությունում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, ատոմակայանում, Երևանի ջերմաէլեկտրակենտրոն, բարձրավոլտ էլեկտրացանցեր, ջրառ ընկերություններում նախաձեռնել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման պիլոտային գործընթաց, օրենսդրական կարգավորումները փորձարկելու համար։ Խոսքը վերաբերում է հանրային իշխանության մարմիններում եւ իմ նշած կազմակերպություններում այնպիսի համակարգերի ներդրմանը, որոնք միտված են պաշտոնատար անձանց հայեցողական լիազորությունների կրճատման, ներքին վերահսկողության համակարգերի բարելավմանը, վարչական կոռուպցիայի կանխարգելմանը, բյուրոկրատական ինչ-որ երևույթների կանխարգելմանը, այդ թվում նաև օրենսդրական փոփոխությունների միջոցով այդ կառուցակարգերի փոփոխմանը, որի արդյունքում մեր լիազորությունների շրջանակներում առաջարկություններ ենք ներկայացնելու համապատասխան իրավասու մարմիններին։ Այդ ամենն արվելու է ներառական քննարկման արդյունքում իրավասու կառույցների, քաղաքասարակության ներկայացուցիչների, փորձագետների ներգրավմամբ։ Հանրության շրջանում օրինակ գնումների ոլորտը անընդհատ քննարկման առարկա է դառնում կամ օրինակ աշխատանքի ընդունման գործընթացների ուսումնասիրությունը, այլ շատ ոլորտներ եւ առանց որևէ սահմանափակման։ Իրականում կոռուպցիոն ռիսկերը կարող են առաջանալ բոլոր գործընթացներում եւ բոլոր մարմիններում։ Կարեւոր է, որ ներդրեն այնպիսի համակարգեր, որոնք որ հնարավորինս կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը եւ թույլ չեն տա, որ կոռուպցիոն գործընթացները կամ անարդյունավետ ինչ-որ գործընթացներ իրականացվեն։ Իրենց վերապահված գործառույթը Փաշինյանը ներկայացնում է պատկերավոր տունը, որտեղ թանկարժեք իրեր դրամական միջոցներ են պահվում եւ որի մասին շատերը գիտեն, կարող է կողոպուտի թիրախ դառնալ, որ դա տեղի չունենա, պետք է ապահովել անվտանգությունը, տեղադրել տեսանկարահանող սարքեր, փոխել դռան-փականները, այսինքն կանխել, ոչ թե թույլ տալ տեղի ունենա գողություն, հետո միջոցներ ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։